զոհվեցի պես իրենց կյանքը այնպես, ինչպես Հիսուսն իր անձազոհեց, որպեսզի մաքրենք մեր խճմետանքը մերյալ գործերից։ Ինչքան էլ կոտորվեն մեր հանճարակ զավակները, մեկ մնացողները կծել են դարձյալ աշխարհի թատերաբեմի վրա ներկայանալու որպես սաղարթախիտ, գեղատայսիլ և պետվալից մեծար։ Հայն ապրել է և ապրեցնում է իր հինավուրց ազգը այն համոզումով թե եթե Աստված մեր կողմն ով կարող է մեզ խաթարել։ Լույս օրհնություն և հավերժ փառք 1.5 միլիոն սրբերին։ Գարուն է չեկածաման, փուլ եկավ երկնակամար, ձյուն մաղեց մեր բա սկղթին, ձյուն մաղեց կրակից։ Գարունա ձյունը արև, գետերը մեր երերման խոսեցին երակի պես, արունը ջուր ադարել, ջուրը մեր տունն ադարել, ամեն բար ողջը մրմունջ, ամեն երկ ողջը լալով, զուլում էր զուլում լաով, թրի դեմ, սրի հրի, լոկ մանգա, լոկ բակ մանջ, տնավեր, բնավեր մանջ, մեր հողը, մեր հայրենի, մեր երկիրն ամայացան, սև կապիր սերսիկ մարել, հինավուց տոհմիկ մինես, չներավ այլ մահացան, գարունա ձունը արել, գարուն էր ամար եկավ, ձակ հանեց ձորում կակավ, իսկ հայրը զրկվեց իր ձակից, իր պորտքան թոնրի տակից, իր մորից, հորից, յարից, իր բնից ու աշխարից, գարունա ձունը արել, ախ ինչպես չմորանալ արխավիքն այն Աշխարհում ով մորանար, ճուղտ աչքով թող քորանա, գառնարած հովիվ նախրորդ ետ չեկան սար ձորերից, կեսօրինելով կերքեր, սարերը հով չեն անում, իմ դարդին դարման անում, հենց որը արտում մորթվեց, իր ձերքի սում մանգաղով, խեղճ հարս է էլբոն սերքեր, քավբորին հաց են բերում, բերանը մաս են թողում, ցկնոր սևանած օվում չփրկվեց ճարպիկ լողով, աղջիկը զուր էր կանչում, իմ ծամթել տամլող որջում, երկրի մեջ մարդ չմնաց, մարդ թավեր մարդու նման, ախ մնար մեկը գոնե ու կանչեր դլե աման, ախ ինչպես ոնց մորանալ արհավիտքն այն օրերի, աշխարհում ով մորանա, ճուղտ աչքով թող մորանա, ժամերը պակ մնացին ժամեր փող եկեղեցում, ժամկոչին կախ տվեցին պարանից զանգակատան, ջաղացից աղում բերող, ալիրոտված խեղճ գյուղասում, իր սայլը դագաղ դարձավ, արնոտ պատան։ Խեղդեցին մինուճարին, տատն ընկավ ձերքը մեկնած, կչկչան հավիթավին։ Իր հիվանդ թորան համար խորոտիկ ճուտ էր բռնում, կալի մեջ պապիկն ընկավ, իր ոսկե թևներ երնում, որպիսի տուրքը թուրքին օր առաջուր վճարի։ Ով ծաղիկ հաց էր թխում, խորովվեց թոնրի ծխում։ Ով հասել ուխտատելի, վարել էր մոմը դեղի, մոմի դեր միջել էր ծուներ ու հայցում էր աստծուն։ Որ բախշի մի լաջ տղա, իրարյամ մոմը վարեց, չավարտած դեր, կեզ մեդան։ Գարունը ձունը արել, խոցեցին ու ջնջեցին, հատեցին հաց ու բարակ, խոշեցին ու տանջեցին, խշրեցին, տվին կրակ, վաթեցին արյուն արցունք, ներկեցին ձոր ու բարձուն, քանդեցին երկինք միլուրդ, մորթեցին մի ժողովուրդ, հացարատ մի ողջ աշխարհ, սարքեցին փշրանք, նշխար, սուրբ նշխար, շան բերանում, ուզեցի մեկ հայ թողնել և այն է թանգարանում, գարունը ձունը արել։ Նախ ճանաչենք ինքներս մեզ ընդամենը երկու նախադասություն։ Ըստ հինկատակարանի դրախտը գտնվում է 4 գետերի աղիքների մոտ, երկուսը Տիգրիսն ու Եփրատն են։ Այս որոշակի աշխարհագրական վկայությունը թույլ է տալիս մտածել, որ դրախտը գտնվում է Հայաստանում։
Եվ ճշմարտությունը այն, որ դրախտն այնտեղ է, որտեղ մարդու հայրենիքն է, որտեղ ծնվել եւ ապրում են նրա հոգեվոր զավակները, մշակույթն ու արվեստը։ Ես Հայաստանն եմ, անձնագիրս խորանացու հայոց պատմությունն է, լաքուննաբանության վկայագրեր շատ ունեմ, փաստեր, որքան ուզեք։ Ճանաչեք ինձ, ճանաչեք իմ պատմությունը, ճանաչեք ինքներդ ձեզ, ես Հայաստանն եմ, հայրի հայրենիքը, ինչպես լեռ այս բիբլիական, բերեմ կացել մեծ ջրերից, իմ սուրբ հողն է տեսել, նոյ առաջին անգամ, Բաբելոնյան բելը, որտեղ բել իմ սերից, ես Հայաստանն եմ, ինչպես Սարա Մասիս, հազար սուր է բախվել իմ վահանին, բայց փրշել եմ ցածնավ ես արդար, և լեռներից նման գլուխս վեր պահել։ Ձեզ ծանոթ է այս նրբագեղ դիմագիծը եւ այն թախիծը, որը նրանից անբաժան է։ Այո, ճիշտ եք, հենց այս քարտեզ դիմագիծը ունի երկիրը իմ Հայաստան։ 1878 թվականին Աբդուլ Համիդը հաստատեց իր միապետական վարչակարգը եւ հրաման տվեց թողնել ընդամենը մի հայ, այն էլ թանգարանի նմուշ։ Ես Էմիլ Դիլոնն եմ, սովորական մի գրչակ եմ և եկակ այս ցուցանտարան։ Ովքերը դեռևս դրա մասին չգիտեին և կարծում էին ես սովորական մի ճանապարհորդող եմ, բայց ես ամեն գնով պիտի անցնեի հայոց դեպքում, թեկուզ իմ կյանքը վտանգի եմ խրվել։ Եվ ես անցա, տեսա, լսեցի, թե ինչպես էին հայերին կոտորում, անաղմուկ փող էին պահանջում, կամ էլ ոսկի, իսկ ով չուներ, շնի դրանց ոչխարի նման մոտիվում էին։ Ես այդ հարցով դիմեցի շատ պարտաբանների, բայց ապարդյուն։ Իսկ դուք գիտեք ինչ է թուրքական բանտը, դժոխ, դիվատների անով, հրաշավոր մի մղձավանջ, ջուր չէր կարող թաղել հայերին, կամ էլ թողնում էին, բայց միայն այն ամաններից, որտեղ որ մահմեդականները լվանում էին իրենց հագուստները։ Ուր է քրիստոնյա Եվրոպա, Ամերիկա, ամենահրաշավոր ոճրագործությունը տեղի ունեցավ օգոստոսի վերջին օրը, երբ Բերլինից բերված նավթը կարծես վերջաբան լցվեց հայերի տների վրա և այրվեց բնակչության հետվանտերից։ Ինձ սասունցիները փոխանցեցին մի նամակ, որը ես պետք է ուղարկեի Փարիզ, և ես ուզում եմ կարդալ այդ նամակը։ Ֆրանսիայի մարդասեր ու ժողովրդավար ղեկավարությանը։ Մենք հայերս իրավապես հավաստիացնում ենք, որ Սասունում տեղի է ունեցել մեծ թվով կոտորակներ, հայերի զանգվածային սպան, մի ցեղասպանություն, գնդակահարում ենք, խոխոխում, սպանում, տարեցում անկան, այդ օրերից չհնչեց ոչ մի ձայն։ Եվրոպայի մարդասեր ու ազնիվ ժողովուրդ, մեզ պետք է ձեր անմիջական օգնությունը, չէ որ մենք արարիչ ազգ մարդասեր։ Ես Էմիլ Դիլոնն եմ, սովորական մի գրչակ եմ, և ես արձանագրում եմ հայերի կոտորածների փաստը, բայց սովորական գրչակից ով է լսում։ Ախ, Տեր Աստված, այս ինչ է կատարվում։ Աշխարհի մարդասեր, ազնիվ ժողովուրդ, ձեռք եք, օգնեք։ Հայեր, ուրիշի քաջալերած խոսքերը չէ, որ ձեզ պետք է կռվի հանեն Կազան մարզտահարիչների դեմ մի սպասեք, ոտքի ելեք, մի ազգի անպատիժ չեն սպանում, եթե մի ազգ ուզում է պաշտպանել ինքն իրեն, նույնիսկ իր ատամներով, եղունգներով, չի նվաճի, չի կորչի, չի անհետանա։ Մի մտածեք, որ մենք միայն պատմությունների մասին ենք պատմում։ Պետք չէ մտածել, որ ով է պայքարի, նա մեռնում է, ոչ այդպես չէ, պայքարն ապրում է։ Սասունի ռուսական պայքարի պատմությունը հաղթանակի պատմությունն է։ Այդ պատմության մեջ կար արժանապատվության այնպիսի անհրաժեշտ զգացում, որ ակամա հիշում ես Եղշետ Պարտուչի խոսքերը, ման իմացալ, անմահություն իմացալ, քաչալի։ Արյունոց Սուլթանը վերջապես Եվրոպայի ճշմարտ դադարեցնում է հայերի սպանդը 19-րդ դարի վերջին։ Ինչ եք պահել իմ ժողովրդի համար 20-րդ դարի խորքերում։ Ոչ, եղեռը դեռ չէր ավարտվել։ Այն պիտի անցներ 19-րդ դարի սահմանը եւ իր կիզակետին հասներ 1915 թվականին։ Նրանք, որ եկան, այնինչ հորդորներով էին հանդես գալիս, եղբայրություն, արդարություն եւ հավասարություն։ Ով իմ միամիտ հայ ազգ, դու հավատացիր նրանց կեղտոտ կոչերին եւ հիմա կանգնեցիր փաստի առաջ։ Նրանք Թալիաթը, Ջեմարը, Շաքիրը, Նազմը, Էնվերը եւ միուս դահիճների, երիտթուրքերի բարագլուխները։ Ուշադիր լսեք, թե ինչ են խոսում նրանք։ Նրանց այս կայացրած որոշումը
Մինչև օրս պահպանվում է Թուրքիայի պետական գաղտնի արխիվում։ Հեղափոխությունը հաջողությամբ իրագործելուց հետո մեր իթիաթվե թերակի կուսակցության սրբազնագույն գործը պետք է լինի։ Խմբագրել սահմանադրության այն կետերը, որոնք հակասում են թուրք ժողովրդին։ Կայսրության տարածքում բնակվող քրիստոնյաները պետք է բնաջնջվեն, իսկ մահմեդականները թրքացվեն։ Պետք է ծառայեն նրանք մեկ պետությամբ, եւ այդ մեկ պետությունն է Օսմանյան կայսրությունը իր ղեկավարներով։ Հայտարարը պետք է ինքից արմատախիլ ան։ Մեր գործողությունները պետք է ուղղեն հայերի դեմ, քանի որ նրանք են ամենաշատը բնակվում կայսրության տարածքում։ Լավ ապրում են, լավ ոսկերիչներ են, արհեստավորներ։ Ուստի մեր առաջին արվածը պետք է ուղղի հայերի դեմ։ Մեր նախնիները 4000 ձիավորով կարողացան դնել աշխարհահայաց մի կայսրություն։ Միթե մենք չենք կարողանալու մեծ թուրանցել մեր հզոր բանակերով սրով։ Եթե մեր նախնիները իրենց անգարագետ հարով կարողացել են ստեղծել այս կայսրությունը, ապա մենք վեր գաղափարի տեր մարդիկս, որ կարողացել են օգտագործել ամեն ինչ եւ հաստատել այսպես կոչված ժողովրդավար կարգեր, ապա դա էլ կարող ենք։ Մեր մեծ թուրանի գաղափարը ստեղծելու համար պետք է ստեղծել միջանց, որը մեզ կմիացնի եւ հայրական Թուրքաստանը։ Համաձայն եմ ձեզ հետ։ Առաջին հերթին պետք է բնաջնջել հայերին եւ հույներին։ Պետք է առաջի թիրախ դառնա Կիլիկիան, իր 30,000 հայ բնակչությունով հանդերձ։ Կոտորել հայերին մինչև վերջ։ Հայրատ, բայց դու այսքան մոտ ես հայերին։ Սիրտը չի ցավում, որ ընկերներ պիտի սպանեն։ Դու այ միամի, ինչ անկերություն, ինչ հավասարություն։ Ես հանուն մեծ թուրանի գաղափարի պատրաստ եմ իմ որդիներից էլ զոհաբերել։ Մենք պետք է կատարենք մեր առաքելությունը, ստեղծենք մեծ թուրան, որը կմիացնի բոլոր թուրքալեզու ժողովուրդներին, հանձինս մեծ, եւ ստեղծենք մեծ թուրան, Օսմանյան մեկ միասնական դրոշի ներքո, Փարք Թուրքիայի Հանրապետությանը։ 1915 թվականի ապրիլի 11-ին երթուրք պարագլուխները ստորագրեցին Արևմտյան Հայաստանի բոլոր մարզերից, Պոլսից, Կիլիկիայի հայերի տեղահանության և թեղասպանության մասին մի հուշագիր։ Բան չի պատահ։ Չէ, զորապ ուղղակի հրթիռով։ Լսել եմ, ուզում ես ներքին գործերի նախարարի պաշտոնը թողնել եւ ռազմական նախարար դառնալ, դա ճիշտ է։ Չէ, անիմաց խոսակցություններ, բանի տեղ մի։ Դու ասա, իմ քաջարի ընկեր, իմ հայ պարտը, երբ ենք կարտելու քո նոր ժողովածուն։ Նոր ժողովածուս արդեն պատրաստ է, մյուս օրը տանելու եմ տպագրության։ Լսի, լավ հիշեցի։ Այս մի 5 օր է հայերին սկսել են ինչ-որ հետևել։ Խանութներն են շփոթել։ Մարդիկ օրերով իրավաբանական գործերի հերթեր են կանգնում։ Դուք իմանաս, ինչ է պատահել։ Ոչ մի լուրջ բան չկա։ Այս անիծյան մարդկանց չգիտես, ուրիշ ոչինչ չունենալու մեծ պետական պաշտոնյաներից ենք քննադատում։ Լավ, արդեն ժամը 8-ն է, պարոն Զորապ, ես պետք է գնամ։ Արի, մի կտոր հաց պիսենք, իմ լավ ընկեր։ Չէ, Զորապ ջան, շնորհակալ եմ։ Այս ինչու ես այսպես բաժանում ինձանից, կարծես թե այլևս չենք հանդիպել։ Ներ, Զորապ, եթե կարող ես։ Եկա, Ռուբեն։ Այո, պարոն փաստաբան, Դե լավ, մի չափազանցում, ես հասարակ փաստաբան եմ, որը պաշտպանում է իր ազգի շահերը։ Չէ, այսպես մի ասա, դու իրոք շատ Լավ, դու ասա, ինչպես ես, ամեն ինչ կարգին է։ Լավ եմ, Զորապ ջան, պատրաստում եմ մի քանի օրս մեկնել բան, այցելելու ծառայողների շիրիմների։ Ես պատկերացնի երթնում եմ եւ նաեւ անդամար գաշել եւ ներոսոր խաչելություն ինչպես Այո, մի օր միասին պարտադիր կգնանք մեր խնկավորի։ Օտարություն, այսքան տարով, գուլամ, կարոտով։ Մեր խնդիրը կլուծվի շուտով, համբերեք ով, համբերեք։ Բարի եկեք, Վարդապետ, հրամենստեք։ Բարի, Վարդապետ։
Ինչպես եք, վարդապետ։ Շատ բան, ականից լուրեր են ասում, որ կայացության ընթացքում բնություններ, հայացմանություններ են տեղի թուրքերը չեն ուզում հասկանալ, հայերը ամենաշ ժողովուրդն։ Հելացի մարդիկ բնար չեն պատճառում։ Այսօր մինչև ձեր գալը իմ մոտ էր ընկերը, Քալյախ, եւ ասաց, որ նման բան չկա։ Դա ուղղակի անիմաստ խոսակցություն է։ Ինչ ես ուզում ասել, Զորգալ, ես սեթում եմ։ Ոչ, ինչ եք ասում, վարդապետ, մենք բոլորս ձեզ պաշտպանում ենք եւ հավատում ենք։ Ինչ եք կարծում, վարդապետ, սա ազդակ է, թե ինչ որը դեմ է հայերից։ Սա ազդակ չէ, որ չի սուբեն, սա Համիդյան ջարդերի շարունակությունն է, ահա որը լինելու Աստված կտա։ Գրիգոր Ինչ է պատահել, որդիս։ Որսում ոստիկանները սկսել են ձերբակալություններ, արդեն ձերբակալել են Վիգաս աղային, ոսկերի չորային, ամբողջ Բորիսը վախի մեջ է։ Ինչ։ Ուրեմն ուրա վարդապետի ճիշտ է Զոհրան։ Արև ձեզ հակաթուրք հանձնավորություն։ Հակաթուրք, այդ որտեղ եք տեսել իմ հակաթուրք լինելը։ Հերով փաստաբան հրապարակախոս Գրիգոր Զորյան, Ջուրմ Հայլակ Փաշայի հրավազով ձերբակալված։ Մտածում էին, որ լինի խաղաղություն, չի լինի այնուհետև, լինի հանգիստ։ Բայց թուրքը ապացուցեց իր մարշելի դեմը։ Քալյակ, որի հետ վերջին մի կտոր հաց են տեսել։ Ինձ ձերբակալելու եւ ազգից կոտորելու հրաման է։ Վայ մեղակ ես Տեր Աստված, մեղակ։ Տասնյակ տարիներ ընկերություն եմ արել, վստահել նրանց, բայց թշնամիս թուրքն են, հետնորդ խոսքով։ Տեղում են դառնախելով կառնուկ, միևնույն իր երամներում այլում են, վայր կազան։ Հեգալիզակին Պահեստանդ մեջ, ինչ կանել սիրես ու որդուրես, հենց ձերբիցդ փայրը վայր դնես, արջևում այդ կատանած կայտնես։ Մեզ հեղափոխության օրից մինչև այսօր քարոզվել է, բարի և փայլություն, թեկուս Աստված վերևից ցած իջնի, Հայն ու թուրքը եղբայրներ չեն։ Գրիգոր Զոհրաբը ձերբակալվում է 1915 թվականի մայիսի 22-ին և ուղարկվում Դիարբեքիր, պատերազմական ատյանում դատվում։ Աքսորի ճանապարհին, Կոնիայում, Ադանայում, Հալեպում, Ուրֆայում կանգառելիս Զոհրաբը նամակներ է գրում տարբեր պաշտոնյաների՝ Ադիլ բեին, Թալիաթ Փաշային, Հուսեյն Ջահիդ բեին, Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Վագենհայմին։ Խնդրում է թույլ տալ իրեն, որ պաշտպանի իր դատը, մինչև վերջ հավատալով, որ կկարողանա փրկվել մահից։ Գրիգոր Զոհրաբը դաժանաբար սպանվում է 1915 թվականի հուլիսի 6-ին Ուրֆայի մոտակայքում։ Մահից օրեր առաջ 1915 թվականի հուլիսի 2-ին կնոջը Կլարային ուղղված վերջին նամակում գրում է. Սիրելիս, հոգիս, միակս, առավել գրելու ուժ չունեմ։ Եթե ողջ չմնամ, երեխաներիս իմ վերջին պատգամն ու կտակն է, միշտ միմյանց սիրել, քեզ հարգել և չնեղացնել։ Նաև ինձ չմոռանալ։ 350 ուսանողներ սկսեցին դառնագին դար, դա վեշտի մի պայթյուն էր։ Իսկ Կոմիտասը երամը կորցրած կռունկի նման թռչում էր այս վարժարանից այն վարժարանը և փորձում էր մխիթարական մի խոսք ասել, սակայն անխոս շրջում էր գլուխը և արագ հոսում էին արցունքները։ Որ բացավ ազգային կենտրոնական վարժարանը, գլխատվեց պորսահայ գաղութը։ Շուտով բոլոր ուսանողները, ովքեր եկել էին ուսանելու, աքսորվեցին դերձոր։ Եվ դեռ չհասած դժող դերձորին, վեշտի ձորն իջանք առավել խորին։ Այստեղ թրփատեց զենքի Սև Փաշան 4000 մանական մեր հայաշունչ, ով ճիչ է հանել, թաղվել է իսկույն, և ձորը դարձավ մեզ համար դագաղութույն։ Եվ երբ դուրս ելանք Վան քաղաքից, մեծ անթրանիկը հայտնվեց նորից, տխուր ժպիտով, աչքերով տանում, գրկած բերում է մի սիրուն հայ մանուկ։ Թաղել փախել են, ճամփու մեջ գտավ, ար, պահե, ասաց իր թիկնապահին, գլխեն թե մեկ մաս բաքսի, հավատա, գլուխդ կերտում։ Եվ դեռ չհասած կամուրջը հարսի, ու ձորում տեսանք մի գլուխ մանկան, և երկարամաս գլուխ մի հարսի, ու չեր զգացում, մեռած էր թե ողջ։ Դե եկ Կոմիտաս ու մի խելակայնիր։ Դյուրանք նեկանչում Օսմանցին եկավ ու թարգմանելով Բենգյոն անվանեց։ Եփրատ էր կոչվում, բայց Մուրադաս կոչվեց։ Ջանդամի գյորը թող կոչվեր Մուրադ, թող գետություն աներ, գերաններ տաներ, այլ ոչ թե դիակ։ Կոչղեր ու ծառեր հաներավ,
այլ ոչ մանկան դիա։ Բայց հիմա էլ ինչ վարուցանք, էլ ինչ ճրաղած, դե եկ վարդապետ մի խելագարվիր։ Եվ երեք, ոչ մեկ, ոչ էլ 11, այլ 1,5 միլիոն մարդ էր հրոտում, մի համատարած բացօթյա բանտում, աքսորը քշվում, բովանդակ մի ազգ, ու տաշվում, մաշվում, բովանդակ մի ցեղ, եւ այս ժամանակ 3 տակավին ուր էր աշխարհը եւ ինչ էր անում, ուր էր ականջը, հանուր մարդկության, որ չասած, ով ոչ չուզեցավ լսել մի ամբողջ ազգի կանչը կահկածում, եւ այս ժամանակ 3 տակավին ուր էր աշխարհը եւ ինչ էր անում, ուր էր օրենքը, հանուր մարդկության, որ հանձնաբարդին չմահաբարվեց։ Հայ երկի արքան, լույսի մի հյուլե, թողացին բանքի խուցն Արարատյան, հայտնվեց Պոլսում հանցվի մարգարե, խստակյաց, լրին ու վաղնջական, երկչախում կազմեց Քուսան անունով, 300 անձ ընկրկեց մեկեն, և իր կրոնին հատուկ հավատքով, մեղ փնչեցրեց, վայ լելելելել, մեղ մանուշ մի ձայն քաղցր մաքրությամբ և երանավետ մի խաղաղությամբ, հանցխունքի բույն էր մեր սուրբ տաճարում, հոգի խաղաղով, իր նուրբ նվաղում, սուլարվում էր լուր ծավի աչքերում, տսեն բերկյանքից անհուն տարապող, մարդկային հոգու աշխար խաղաղով, ուր ամփոփված էր հարազատ հողի մաքրությունը սուրբ, կարոտ այրով, ճախրող կրունկի թևեր պարգևով, ու հենց արարման տարերքի պահին գիշերվա կեսին դուռը թակեցին, հարգանքով հատվող ժպիտով, մի թուրք էփենդի երկտակ ծալվելով, զուսպ հրավիրեց ոստիկանություն, շատ չնչին հարցով։ Թողեց թղթերը սեղանին փռված, երգերն ամեն խազերի ծափում, շարականները դարակում դարսած, Տեր, ողորմյա, Տեր, երգեց իր մտքում։ Անցան փակ կարգով ու երբ տեղ հասան, հրելով նրան դռնից ներս տարան, բանտի մուտխցում ամենք այնտեղ, ազգի սերուցքը հավաքած մի տեղ, երգիչ, բանաստեղծ, բժիշկ ու գրող, ամենքը մտքի մի գոհար գրող։ Վահ, կոմիտասնալ, օրդկացին ցավով, մութ բանդը լռեց ժանդարմի ձայնով, և փակ կարգերով դեպ նավամադույց, դեպ անհայտություն առանց ուղղությունից։ Շիրքեթի նավը երախը բացել, ազգի սաստղերն էր իր մեջ հավաքել, ու դեպ Գողգոթա ուղղություն բռնել։ Ախ, ինչեր տեսավ աքսորի ճամփի, հայոց մեծության աստղերը հանգած, դեպի մահ քշված իր երգչախմբին, հայոց տունն ավել։ Կոմիտասնոր է, ետ բերեք նրան, նա պիտի դառնա թուրք երգի արքան, տվեք անձնագիր, թուրք քրիստոնյան, քանզի հայ չկա է թուրքյո վրա, այսպես հրաման եկավ վերևից, ետ բերին նրան մահվան ճամբարից, էլի մի քանի գիտոն բժիշկներ, քանի որ թուրքը բժիշկ էլ չուներ, և նա ներս մտավ կարոտով անկին, որ փարվի լքած իր սուրբ երգերին, բայց ավաղ ներսում ոչինչ չգտավ, ողջը թալանված կոմիտասն ընկավ։ Իսկ երբ սթափվեց հայոց տարերի, խորքերից բեղված մեր գեղջուկների, երգերը մեկ-մեկ նա ետ պահանջեց, գժվել է ասին, ոչ ոք չլսեց, և կոմիտասը գժված որակվեց։ Էլ ինչ քելեր, էլ ինչ ցոլեր, էլ ինչ լուծնի անուշ չողեր, հայի կյանքը կանգ է արել, խտուրն ապեր, փուլ է եկել, բայց ամեն գիշեր ունի լուսաբաց, ցավն ու մորմոքը անցյալին մնաց, երգում է այսօր հայը լիաթոք, ծունկի չի բերի, նրան էլ ոչ ոք, նա կոմիտասյան երգչախումբ ունի, աշխարհ կերելու երկարվեստ ունի, արտը վարելու հայն հորովել ունի, հայրենիքից դուրս հայը անդունի, կռունկ մեր ազգին տուն բեր հայրենի։
Կախաղանն էին հանում 6 տարեկան տղաներին, կոչելով սա է հայերի դրոշը, որովհետև Թայլանդն է հրահանգել, աղաղակելով. Ջնջեք հայերին ընդմիշտ, Թուրքիայի անվտանգության համար պետք է ջնջել առաջին երթին իսկ հայերին, նրանք կմեծանան վրեժ կլուծեն, նույնիսկ 2 տարեկան երեխան էլ անմեղ չէ։ Այո, վրեժ կլուծեն վրեժ հիմնադրած, Արագոն, Անտրանիկը, Աղբույր Սերողը։ Ճիշտ են ասում, որ հայ կինը ավելի վտանգավոր է, քան տղամարդը։ Դրա համար ես պետք է ջնջեմ հայերին։
կառուցողեց սալոնին։ Իշխանության եկավ երգթուրքական կուսակցությունը, որը վերագործարկեց դեռևս 1876 թվականին ընդունված Օսմանյան սահմանադրության գործողությունը, կասեցրեց գրաքննությունը, հայտարարեց քաղաքական հավատանքների դադարեցման մասին։ 1909 թվականի մարտին Աբդուլ Համիդի կողմնակիցները Ստամբուլում խորհրդություն բարձրացրին, փորձելով վերականգնել սուլթանի իշխանությունը։ Դրանից ոգևորված մոլերանտ մուսուլմանները Կիլիկիայի Ադանա քաղաքում նախաձեռնեցին հայերի կոտորած։ Իշխանությունները միջամտեցին միայն 2 օր անց, երբ արդեն սպանվել էին հազարավոր հայեր։ Քաղաք ժամանած բանակային ստորաբաժանումները փոխանակ կասեցնելու ջարդերը ընդհակառակը միացան ջարդարներին, հարձակվելով քաղաքի հայկական թաղամասի վրա, որն ամբողջությամբ հրաժարվեց։ Ջարդերն անցան Կիլիկիայի այլ հայաբնակ բնակավայրերում, հասնելով Մարաշ և Քեսան։ Պայմանականորեն հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր է համարվում 1915 թվականի ապրիլի 24-ը, երբ Օսան դեպոսում այս նախորդ պատրաստված ցուցակների ձերբակալվեց մոտ 235 հայ մտավորական։ Հայ գործիչների ձերբակալությունները շարունակվեցին նաև ապրիլի 24-ից հետո։ Լայն իմաստով հայոց ցեղասպանությունը ներառում է 1894-1923 թվականին Օսմանյան կայսրության և թուրքերի տարբեր վարչակարգերի կողմից ծրագրված և հայ ժողովրդի դեմ շարունակաբար իրականացված ցեղասպանական քայլերը, հայրենազրկումը, հայության ոչնչացմանը ուղղված զանգվածային կոտորածները, էթնիկական զտումները, հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացումը, ինչպես նաև ցեղասպանության ժխտումը, պատասխանատվությունից խուսափելու կատարված հանցագործություններն ու դրանց հետևանքները, լռության մատնելու կամ արդարացնելու բոլոր փորձերը, որպես հանցագործության շարունակություն և նոր ցեղասպանություններ իրականացնելու խրախուսանք։ Հայերի ցեղասպանությունն իրականացվել է մի քանի փուլերով՝ հայ զինվորների զինաթափում, հայերի ընտրողական տեղահանություն սահմանամերձ շրջանների, տեղահանության մասին օրենքի ընդունում, հայերի զանգվածային տեղահանություն ու սպանություն, որոշ պատմաբաններ ցեղասպանական գործողությունները և դրանից ելնելով հայոց ցեղասպանության մաս են համարում 1890-ական թվականների համիջյան կոտորածները, Զմբյուլնիայի ջարդերը և թուրքական զորքերի գործողությունները Հարավային Կովկասում 1918 թվականին։ 1915 թվականի մայիսի 24-ին համատեղ հռչակագրով պատմության մեջ առաջին անգամ դաշնակից երկրները Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսական կայսրություն, հայերի զանգվածային կոտոր ջարդերը որակեցին իբրև հանցագործություն մարդկության հանդեպ։ Ցեղասպանության հիմնական կազմակերպիչներն են երգթուրքի առաջնորդ Խայրաթը Ջեմալը և Էրբերը, ինչպես նաև հատուկ կազմակերպության ղեկավար Բեհայեդի Շաքիրը։ Ցեղասպանությանը զուգահեռ Օսմանյան կայսրություններում տեղի են ունենում ասորների և Կոնդոսի հույների ջարդերը։ Հայկական ժողովրդի մեծ մասը առաջացել է Օսմանյան կայսրությունից բռնագաղթված և մեծ եղել վերապրած հայերից։ Օսմանյան կայսրությունների կայսրությունում հայերի կողմից բռնազավթված տարածքներում հրեաների զանգվածային ոչնչացումը բնութագրելու համար ցեղասպանություն եզրույթը ժամանակին առաջարկել է հետեզրույթի հեղինակ Ռաֆայել Լենկինը։ Հոլոքոստից հետո պատմության մեջ իր ուսումնասիրությամբ համարվում է երկրորդը։ Միակ փրկությունը մեր ուժի միասնականության մեջ է։ Հիշում են բան ինքնապաշտպանության ծանր օրերը։ Չկար կորուստներ։ Բայց միևնույն է, հայոց երբևէ չքնաղ մայրաքաղաքն չհանձնվեց։ Արա, հապարը տեղում միրվեց անկորանի ստողնելու և Սևանի վանք տեղափոխելու մասին առաջնորդը, ասելով հետևյալը. Եթե հայոց զորքը ի վեճակի չէ պահելու սուրբ էջմիածինը, ապա ես սուրբը վերցնեմ, կգրվեմ և կնահատակվեմ սուրբ զաճարիշերին։ Ես ուրիշ պատասխանել չէի ակնկալում բեղական։ Պարոն Իսահակյան, իսկ դուք ինչ կասեք։ Ամեն ազգ իր պատմության ընթացքում իր կռիվը պիտի տա մինչև վերջ։ Հիշում եմ մեծ Երևանի տարիներին Թումանյանը, ես, Ռոստոմը, Դեմիրճյանը, Անդրանիկը առավելագույն ենք անում ամեն ինչով օգնելու։ Բայց արհավիրքի միջով անցած փառահեղ ժողովուրդը չէր կոտորվել և անդադար դենչում էր վերադարձ իր հայրենիք, լինի դա գարով թե սրով թե գարչով։ Որպես մտավորական եմ ասում, Արամ,
մեզ միայն համազգային միության կબերի ազգային զարթոնքը և սերը։ Թուրքական բանակը Բեյութ Փաշայի գլխավորությամբ մոտ 30,000 զինվոր շարժվում է դեպի Արևելյան Հայաստան և միած նպատակն է ոչնչացնել մեզ հիմնողին։ Մենք թույլ չենք տա այդ ամենի իրագործմանը։ Օսմանցու անունը փոխվել, Օծրագարի բաղեմի պանթուրքիստական չփոխվել։ Սիլիկյան, զորք է պետք ապահովել առաջնագիծը։ Տերական ասում եմ, տերական այջահ է։ Արա, սա ով է, որ ինձ դες չի թողնում։ Քեզ եմ հարցնում, սա ով է։ Պարոն Արամ, դուք ինձ հրամայել եք ոչ ոքի դες չթողնեմ, ես ընդամենը կատարել եմ իմ հրաման։ Տոլասի, ես քեզ համար ոչ ոք չեմ այջահ է։ Ես գեներալ Դարոն եմ։ Դու դեռ փոքր ես սեղանի տակ բազբազում, ես թուրքի բողազն էի հավի պես կար։ Լավ, հանգստացիր, չի ճանաչել տղան։ Գնացեք, շարունակեք ծառայությունը։ Դարո, ես ինչ է, չես այսքան բರ್ತում։ Ճակատի վիճակից եմ ջղայնացա։ Են անտեր թուրքերը շան նման շատ են, ինչքան մորթում եմ երկու այդքան շատանում եմ։ Ջուրդամ խմեք։ Ջուր, դու խմիր ջուր, մի քալքին բան դուր խմեմ։ Լավ, կոնյակ կխմեք։ Տոպը աչքներ չեմ հանի։ Բարի ողջույն, պարոնային։ Բարև, պարոն, ինչպես է։ Շատ վատ, սական զորքերի անագակալ նահանգը շատ մեծ է պրովեսների վրա։ Թուրքերը շատ շուտ են։ Թուրքերը թվով շատ են, և մենք չենք կարող ռեպուտատիվ լոգատներով դիմադրել հատարական խաժամուժին և թուրքական լեզով։ Մեր պատմության ընթացքում մենք շատ անգամ եղել ենք այս եկեք հիշենք Սուրբ ավարակը։ Հարկավոր է Երևանը դատարկել և նոր Բայազեդի լեռներում պաշտպանություն կազմակերպել։ Բացառված է, Երևանը չենք դատարկելու, պետք է կռվենք մինչև վերջին շունչը, մինչև այրան վերջի կաթիլը։ Համաձայն եմ քեզ հետ, Արամ, Երևանը հատուկ ռազմական դերք ունի մեզ համար, և մենք պետք է կազմակերպենք նրա շուրջ ինքնապաշտպանություն։ Եթե չենք զիջելու, պետք է դուքների հետ խաղաղություն կգտնենք։ Այլ պարոնայք, ես չեմ տեսնում։ Ինչ պայմանագիր ես պատրաստում ենք այդ թշնամուի հետ, անկեր Տեր-Մինասյան։ Զիջել հայրենիքը թշնամուր, ինչ եք կարծում, Օսմանցու անունը փոխվեց, օծրագիրն չփոխվեց, թուրքը ստահակ է, որի մեջ ապրում անթուրքիզմն է, որը մեզ համար մեծ վտանգ է հանդիսանում։ Լիովին համաձայն եմ քեզ հետ զորավար։ Թուրքերը թվականակով շատ են, մեր զորքերը և վաճակի չեն դիմադրել նրան։ Ես այլևս չեմ տեսնում։ Երբ միշտ կա, Ռոբեն, ուղղակի դու դա չես տեսնում միշտ։ Հայը ձգտում է իրական իր պատմական ակունքներին։ Հայացքդ մի կտրիր խուստուփից, որքան շատ, որքան հաճախ նայես այդ հպարտ ու սեքսարին, այնքան շուտ կհասնի քո փրկությունը։ Վահագնի հետ պիտի խոսենք, և նրա սրով է, որ պիտի արձանագրենք մեր հայրենիքը։ Ստացել եմ անպատիվ նամակ ռուս ղեկավարությունից, ուղղված ինձ, իրենց ոխերին թշնամուն, և ըստ էության և ձեզ, իմ գաղափարագից մարդիկ, հանձնել զանգեզուրը թուրքերին, բայց ինչու, ինչ տրամաբանությամբ, որ այսուհետև ձեր ձերքի տված իշխեն, քեմալական թուրքն ու բոլշևիկ ռուսը, որ այսուհետև Հեղկոմի անունից ռուսական իշխանությունը խորհրդային իշխանություն սահմանի, հայկական լեռնաշխարհում, որևէ մեկը կարող եք ինձ բացատրել, կարելի է դա թույլ տալ, թե ոչ։ Պարոն Ռուբեն, դու տեղյակ ես, որ մեծագույն պոետ Դանիել Վարուժանին թուրքերը ծախել էին Սարեցուց ողջ մաշկա քերթունի, ու դրանից հետո դու պարտավորվում ես նրանց հետ խաղաղություն կանքել, և գիտեք, թե ինչ է նշանակում թուրք, գիտեք ուրեմն, թուրքը դա թուրբարի հոգնագին է, անհամար թրեր, խոցված հայ անավարտ սիրտը։ Վերջ տվեք։ Մուշի ինքնապաշտպանության օրերին իմ տունը բարելակված էր, բայց երբ հեչես հայոց զուրն են, մեկ գիշերում հասանք Բիթլիս, միթե անկարող ենք մենք։ Մենք անկոտրում ենք, մայի ոգին ապացուցել է իր տեսակը, արիուց, դարեր շարունակ մեզ փորձել են բնաճնչել, չի ստացվել և չի ստացվել։ Մենք յուրաքանչյուրս որպես ազգի նվիրյալ պետք է կռվենք հանուն մեր հայրենիքին։ Հաղթանակած հրամանատարներ, դուք պարտավոր եք կռվելու։ Ես, հայոց ազգի խորհրդի ղեկավար, ռազմական դիկտատոր Արամ Մանուկյանս հրամայում եմ բոլոր տեղամարտկանց 3 օրվա պաշարով մեկնել Մարտիդար, կանանց, մաքուր հագուստ և ուտելիք ապահովելու։ Վահագն Աստծո հզոր զորությամբ մենք կպաշտպանենք մեր Հայաստանը։ Ես Արամն եմ, քաջարամ,
Ինձ հանում են կախաղան, կախաղանն էլ պիտ գորրա, կեցցե, անկախ, Հայաստան, կեցցե, անկախ, Հայաստան, Իության դրոշակներ, մեզ հանեցին հյուրներներ, Իության դրոշակներ, մեզ հանեցին հյուրներներ, շուրջուր գիտենք կրվելու, հայրենից ազատելու, շուրջուր գիտենք կրվելու, հայրենից ազատելու, ես արանն եմ քաջարան, ինձ հանում եմ կախաղան, ես արանն եմ քաջարան, ինձ հանում եմ կախաղան, կախաղան եմ պիտ գորան, կեցցե անկախ Հայաստան, կախաղան եմ պիտ գորան, կեցցե անկախ Հայաստան։ Հայազգը ապացուցեց, որ անկոտրում է։ Չունենալով երկար տարիների պետականություն, ի վիճակի եղավ ստեղծել փոքրիկ, բայց անկախ պետություն։ Անհատներ, որոնք զոհվեցին հանուն պետականության, հանուն ազգի։ Ազգեր են եկել, ազգեր գնացել, բայց մեր ազգը ապրում է հավերժ։ Պայքարի ելար քո զորեղ կամքով, պետություն ծնվեց քո ազնիվ ջանքով, բայց տեսար միայն ցածում ու հող, ցանկացան անվերջ քեզ մղել գոհ։ Գլխիդ են լցվում անձրև ու կայծակ, ինչ փույթ որ ունես ազնիվ նպատակ, հայ ազգն ես դու, սովոր ես որ
քո ճամփան փակեն ուղիղ, դու պիտի մթում գտնես նոր ուղի։ Այստեղ առանձնահատուկ կերպար է Արամ Մանուկյանը, ով ապացուցեց, որ ազգը կռվելով եւ միաժամանակ խելացի եւ հավասարակշռված քաղաքականություն վարելով է գոյատևում։ Արամ Մանուկյանը մեր բովանդակ պատմության այն իրատես դեմքերից մեկն է, որին ճիշտ տեսնելու եւ ճիշտ գնահատելու համար հարկավոր է ժամանակի առավելություն։ Երբ գիշերը գա, մտեք ձեր հոգու սենյակը, խոսեք ձեր խղճի հետ եւ ասեք. Արդյոք աշխատել եք հայ ժողովրդի համար այնպես, ինչպես Արամը։ Եղել եք այնքան անձնազոհ, որքան Արամը։ Տվել եք ձեր ամբողջ կյանքը հայ ժողովրդին, ինչպես Արամը։ Կրելով կնիքը Հայաստանի բնության ու պատմության հայ եմ ես, մտածումով ու ապրումներով, սակայն ես մարդ եմ, համամարդ։ Խղճմտանքից ես զատ ես ճանաչում եմ երկու գերագույն դատավորներ ևս, Աստված եւ հայրենիք, առաջինին գուցե դեմ եմ գնացել, բայց երկրորդին երբեք։ Արդար է հայրենիքին ծառայել ամեն ինչով, բացի ստորությունից։ Չկան մեծեր, կա մեծություն, հոգու մեծություն, կան սենց եւ իր ապրելոս, իմաստասեր ես Սոկրատոս եւ իր, ստորավար ես Զանգեզուրի ներդել։ Սուրը թեգարիչ է, թե մեկը եւ թե մյուսը ես սիրեցի եւ գործածեցի երկուսներին։ Սակայն հայտնվելով երկընտրանքի առջև, ես պիտի նախընտրեի առաջինը։ Քանզի լինում են ժամանակներ, երբ գարիչը, խոսքը, ճշմարտությունը իրեն ճամփան հարթելու համար կարիք էին զգում սրի։ Սիրում եմ հայոց արքայի սուրը, որ գետին չընկավ, այլևս հրեղեն կանթեղ մնաց կախված հեպուհ լեռների վրա, եւ պատմության անաստ գիշերներին հայի դարավոր ճամփան լուսավորեց։ Սուր եւ գարիչ աստվածային զենքեր, որոնք տրված էին մարդուն պաշտպանելու իրավունքն ու սրբությունն աշխարհում։ Իմ ձեռքում էլ հաճախ փոխարինեցին իրար հետ, եւ չպարտվեց գետին չընկավ, եւ իմ սուրը գարեգին Հայ կինը առաջի անգամը չէ, որ ապացուցեց իր տոկունությունն ու անհաղթելի ուժը։ Մեր պատմության մեջ հիշենք ավարայրը, Երևանի ինքնապաշտպանությունը։ Հայ կինը 5000 տարի անց անգամ չի փոխվել, արտակուստ եւ ներքուստ։ Եվ այստեղ ցույց է տալիս էպոսի հայտնի լինելը։ Արյուծն արյուծ է, էկ լինի, թե որց։
Պայքար չես միայն, դարեր ու դարեր գոյատևել ես դու մեր երազների տակ աչումներից, որոնցից անվերջ նոր երազների հրաշքն է աճել։ Դու գոյացել ես մեր ամբոստության շաղաչումներից, որոնց արձագանքը նահագնացել է ու անվերջ շաչել։ Դու գոյացել ես առեղծվածներից, մեռնող ու ծնվող մեր աստվածներից, մեր համբերության քարեվերթերից, մլացող մամուրի արտասունքներից, նահատակներից սուրբ մասունքներից, օջախի բույրից, ծխանի ծխից, քո ոգուց ելնող այն մարախուղից, որից աստղեր են ծնվում աշխարհում։ Նրանք 1.5 միլիոնը հայոց դաժան ճակատագրի անմեղ զոհերը, ահեղ եւ առնական էին, ինչպես մոգած միզան, քաջ եւ խրոխտ, ինչպես զեյթունցիները, հավերժ մաքարող, ինչպես Սասնա Դավիթն ու Կարմիր Վարդանը, միշտ մորմոքող, կարծես մի անտունի, վշտացած հույսով, որի մեջ կարունը ձյուն աղոքել, բայց միշտ հավատացող եւ հուսացող։ Ահա այն, ինչ մնաց 1915 թվականի գարնանից հետո։ Շրջապատում աղմուկ էր, հրացանների կրակոցներ, մահվան ճիչ էր, քամվող եկեղեցիների հառաչանք, իսկ հետո լռություն։ Լռեցին այն երեխաները, որոնք մորը վերջին անգամ տեսան արյան մեջ ըրգոտ։ Լռեցին այն ծնողները, որոնք ձեռքից խլեցին իրենց զավակները։ Լռեցին այն քաղաքները, որոնք այլևս հայություն չունեցան։ Եվ լռեց նա Կոմիտասը։ Նոր Կոմիտասեր է ստեղծագործելու հայոց աշխարհում, բայց այն, ինչ պիտի աներ Կոմիտասը, այլևս ոչ ոք չի անել։ Կոմիտաս, անուն սուրբ ու խնկելի, անուն վեհ ու պայծառ, անուն բարձր ու պաշտելի, անուն հավերժող ու անկորնչելի։ Ամենահայը բոլոր ժամանակների հայերից, ամենաանմեղը բոլոր անմեղ դատապարտվածներից, ամենատարապյալը աշխարհի բոլոր տարապյալներից, սեփական աչքերով իր ժողովրդի Գողգոթան տեսած ու այդ ցավից խելագորույս եղած կենդանի զոհ։ Հազարապատիկ պատժված կենդանությամբ, այլ ոչ թե մահով։ 20 տարիների հոգևոր խոշտանգումներով ապրած ողբերգական վկա մեծ Եղեռնի։
Եվ մենք ցեցինք միջոցառման սցենարը մենք ցանկացանք ընտրել վերնագիր եւ վերնագիրը փակցված է մեծ եղերնի մասնիկ է ամեն հայ մարդ ոգեկոչելով մեր ժողովրդին որ նրանց ամեն մի կապիլարյունը հանդիսանում ենք մենք բոլորս Կոմիտաս վարդապետը այս եղերնի հետևանք է որը չկորցրեց իր տաղանդը եւ մնաց մինչեւ իսկ 1900 թվականների կեսերի չհնչեց Եվ հանդիսացավ մեծ մարդ, մեծ երկիր, կոմպոզիտոր, որը հավոքում է մեզ իր ամենասոր տարերը։ Առաջին երկին մենք բավականին բոլորս ոգևորված ենք, որ այս միջոցառումը երբ մենք վախենում ենք, որ կարող է հանկարծ վրիպում կամ որոշ ինչ, բայց չեղավ վրիպում, քանի որ կային այսպիսի մարդիկ, քանի որ կային այսպիսի հայրենասեր հայորդիներ, ծափարենք միած Մենք ամսից հոգելու ենք դպրոցը, բայց մենք ցանկանում ենք, որ մեր հետ կշարունակի մեր կատարած շարժազնագույն գործը, ինչպես կասել Շահար Նաթալին իր թուրքերը եւ մենք դրկում մեր եւ թող մեր գործը շարունակեն մեր հաջորդիները, մեր երիտասարդները։ Շնորհակալ եմ։ Սիրելի օգտանցիր, հայ ժողովուրդ, տարապած, հարասանց հայ ժողովուրդ, երկուսն էլ միասին եմ ասում, որովհետև մենք երբեք չենք տնկվել, երբեք մենք չենք տողել, մեր հույսը հետևում միշտ առաջ ենք ընթացել Աստծո կամոք, նրա հիմքերով եւ այսօր շարունակությունը ներկաված ամբողջ բովանդակության, հայ ժողովրդի մեծության տալիս են այս նոր սերնդի ներկայացուցիչները, նրանք որոնք կանգնած են մեր դիմաց եւ մենք քալերությամբ մեկ րոպե անգամ չկատանվելով, որ նրանցից որևէ մի հայ խոսքի, հայ մտքի, հայ գաղափարի խախտումով կլսենք եւ հուզված չենք տեսնի նրանց դեմքերը չէին կասկածում, որ այսպիսի բնական ընտրի միջոցառում տվեց սիրելի Գրիգորյան Անդրանիկը։ Ես ուզում եմ մի երկու խոսք ասել նրա մասին։ Երկու-երեք շաբաթ շարունակ այս հրաշք մարդը, որը մեր լավագույն ուսանող արդեն այդ ֆակուլտետի առաջին կուրսի հաշվեն դյուս երկրորդ կուրսի գիտելիքներով կարողացավ այս միասնություն ստեղծել այդ բանալի գլխավորը կառնալ։ Հանալ է ձեզ, Անդրանիկ ջան։ Ունես շատ լավագույն գծեր, բայց դրանք ինչքան էլ որ շատ լինեն, էլի ավելացնենք, թող քիչ տվան դրան։
ավելացնենք միայն բարությունը, արիությունը եւ մարդասիրությունը, որ փոխանցել ես այս երեխաներին թող լինի, նրանց զենքն ու զրահը եւ միշտ լինեք նրանց ողքին նույնիսկ ավարտելուց հետո, ափսոս, որ մենք թողնում ենք նրան, բայց ունենք նրա հետևից փոխարինողներ, համլետներ, մենք ունենք արմաններ եւ արաբներ եւ ունենք դրոներ, ձեր ցավը տանեմ։ Շնորհակալություն, մեծ մարդ, Անդրանիկ ջան, այս շնորհակալության մեծ բաժնից ձեզ էլ է հասնում մասնիկներն աշխարհներ, որովհետև դուք արդարացիք նրա կազմած ծրագրի ամբողջ բովանդակությունը եւ ապացուցեցիք, որ հայկական դպրոցում հայերենը բարձր մակարդակի վրա է դրված եւ երեխաները կարող են դրական մաքուր հայերենով արտահայտել իրենց մտքեր եւ պատմական թեմաներով երբ հայ ժողովրդի պատմությունը մեր ծրագրից համոտ է նրանց Սիմոնյան Արամի մոտ գնում են ամեն անգամ շաբաթ կիրակի օրերին եւ այնտեղ են կարողանում հավաքել տեղեկություններ եւ միացնելով մեր գրականության դասերին պատմական թեմաները գրականության հետ համագործակցած անցում են եւ ապացուցեցիք, որ հարալ է ձեզ, շնորհակալություն, մի բան ասեմ, այս խարմ ու բղտոր աշխարհում մենք պիտի հաղթենք, մենք պարտվելու իրավունք չունենք, եթե Աստծո տված մեր երկրից, մեր հողից պահել ենք այս մի բուրը, ուրեմն հիշեք, մենք նահանջի տեղ չունենք, եկեք ուրեմն, ոտքերս, ձեր սրտերս տնենք մեր քարի, մեր հողի վրա, որ այնտեղ թշնամու ոտքի համար տեղ չլինի։ Սեղմիր ատամդ, դու բացեի բաց լալու իրավունք չունես, թեկուզ վիրավոր, թեկուզ արնակամ, զենքերը տալու իրավունք չունես, էй հայ բանաստեղծ ինչ էլ որ լինի, մինչև վերջին զինվորներ ընկնի հուսահատ, քո ժողովրդի հայրեժությանը չհավատալու իրավունք չունես, հարալ է ձեզ, ձեր ցավը տանեք։ Շնորհակալություն ենք ուզում հայտնել Վրաստանի Հանրապետությանը, նրանց ժողովրդին, որ արդենից երկար տարիներ լինելով մեր կողքին, ևս քաջալերում են մեզ, ոգևորում են, մեզ հետ կանգնած են մեր կողքին։ Ես ուզում եմ իմ խոսքը հետևած ձևով փակել, երբ Նոյ Ռամիշվիլին եւ Անդրանիկը իրար հանդիպում են Թիֆլիսում, սկսում են երկուսը Թութմանյանի տանը խոսում են այստեղից այնտեղից, Նոյ Ռամիշվիլին հարցնում է Անդրանիկին. Իսկ Անդրանիկ, ինչպես ես տեսնում դու մեր երկուսի ապա։ Անդրանիկը ձեռքից վայր է դնում գինին, թուրը հանում է դնում սեղանին, ձերքը բռնում է Նոյ Ռամիշվիլի ու ասում է դիրս սրից վրա։ Եվ դնում են ասում են, եթե երեկոյան թաղեն հայ ժողովրդին, առավոտյան կթաղեն վրաց ժողովրդին։ Եթե երեկոյան վրաց ժողովրդին, ապա հայ ժողովրդին առավոտյան։ Մենք տարածաշրջանում դատապարտված ենք լինելու միասին, չմոռանանք Զաքարյանների ժամանակ, Բագրատունիների ժամանակ միասնական պայքարը ընդդեմ թուրք զավթիչների, որոնք ցանկանում են մեզ բնաջնջել, բայց ցասունով ես կոտրեցի ամեն մի վահան եւ իմ վահանը մնաց հզոր ու կանգուն։ Փակ երկու ժողովուրդների հավերժ բարեկամությամբ։ Շնորհակալ եմ,